Նրան տապանում հյուրընկալել եմ քաղաքացու որոշում կուսակցության գործադիր մարմնի անդամ քաղաքագետ Հայկ Սահակյանին, պարոն Սահակյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Բաքվում շարունակվում է հայ ռազմագերիների շինծ ու դատավարությունը, մենք տեսնում ենք լուսանկարներ, թե ինչպես են խոշտանգվել հատկապես Ռուբեն Վարդանյանը։ Քաղաքացիները այսօր բողոքի ակցիա են իրականացնում ի պաշտպանություն եւ ի պահանջ ազատ արձակման կառավարության եւ արտգործնախարարության դիմաց։ Մենք գիտենք նաեւ, որ Արարատ Միրզոյանը վերջերս Մակամբյոնից խոսեց այդ դատավարությունների ապօրինության մասին եւ նաեւ արտգործնախարարությունը տարբեր դերակատարների հետ, միջազգային կառույցների հետ աշխատանքներ է տանում միջազգային հանրության ուշադրությունը այս հարցի վրա կենտրոնացնելու համար։ Դուք ինչ լուծումներ եք տեսնում։ Արդյոք հնարավոր է այս նվաստացման ներկայացումը կանխել, չգիտեմ, լուծումներ որոնք են։ Իհարկե կան լուծումներ եւ այդ լուծումներից մեկը հենց իր օրինակով, իր անձնական օրինակով, շատ դժվար օրինակով անմարդկային պայմաններում ցույց է տալիս Ռուբեն Վարդանյանը։ Բաքվի բանտում ստորացված այդ ապօրինի դատավարության զոհ դարձած մի մարդ նա անգամ այդտեղ չի հանձնում եւ պայքարում է։ Սա լրիվ հակառակ իրավիճակն է այն ամենի, ինչ որ ներկայացնում էր մեզ եւ հերանցնում էր Նիկոլ Փաշինյանը իր ներքին եւ արտաքին քաղաքականությամբ, երբ ասում էր որ պետք է հանձնվել, պետք է ընդունել թուրքերի պայմանները եւ այլն եւ այլն։ Հիմա այս մարդը կանգնել է Ալիևի եւ Նիկոլի կոկորտին, այսպես ասած։ Հենց միայն իր այդ քայլով, որտեվ դա նոր հնչեղություն բերեց այստեղ մարդկանց բարոյական մարդկանց մոտ, հա, կարծես նոր դրական հույզեր եւ էմոցիաներ առաջացրեց եւ մարդիկ սկսեցին համախմբվել եւ ինքնուրույն լուծումներ գտնել։ Այս ակտիվությունը բերելու է նրան, որ Հայաստանի Հանրապետությունը տեսնում եք, նա Արարատ Միրզոյանն արդեն սկսել է այնտեղ ընկնել։ Դա շատ ուշացած է, բայց ոչ անպետք է, այսպես ասած, նա դեռևս շատ անելիք ունի եւ վաղուց պետք է աներ այդ քայլերը, ինչ որ հիմա անում է։ Բայց Հայաստանի Հանրապետությունը եւ ընդհանրապես հայերը պետք է ակտիվանան եւ օգտագործեն այս հնարավորությունը, այս շանսը, ստեղծելու հավելյալ լծակներ, որ մենք օգտագործենք դա Ադրբեջանին ճնշելու համար։ Բոլոր միջազգային հարթակներում, բոլոր դեսպանատների դեմ, բոլոր պետությունները, որտեղ Ադրբեջանը ունի լավ ինչ-որ հարաբերություններ այդ պետությունների հետ, պետք է օգտագործել այս հանգամանքը, ճնշում գործադրելու այդ պետություններին ստիպելու, որ նրանք այսպես անմարդկային պայմաններում մարդու համար մարդու նման կերպ վերաբերվող պետությանը իզգոյ դարձնեն։ Ճիշտ այնպես, ինչպես Պուտինն են իզգոյ դարձնում բաները, ուկրները։ Մենք տեսանք, չէ՞, որ նրանք շատ կարճ ժամանակում ինչպիսի հաջողություններ գրանցեցին, անկախ այն հանգամանքից, որ Տրամփի հիմա Պուտինի հետ ինչ-որ այլ քաղաքականություն է վարում, բայց արդեն քանի տարի է, 4 տարի, 5 տարի ուկրաինացիները կարողացել են այն Բուչայի դեպքերը օգտագործելով, տեսեք, ոնց միանգամից Պուտինին իզգոյ դարձեցին եւ սանկցիաներ տեղ ունեցավ եւ անհատական եւ պետական մակարդակի եւ այլն եւ այլն։ Այսինքն այս նույն գործիքակազմը կարող ենք նաեւ մենք կիրառել որպես հանրություն եւ որպես պետություն Ադրբեջանին եւ կոնկրետ անձամբ Իլհամ Ալիևին իր այդ հակամարտկային, հակահայ այս ֆաշիստական քաղաքականությունը վերջ դնելու համար։ Այստեղ մենք պետությանը եւ ռեժիմին ենք ենթադրենք ձեր առաջարկած տարբերակով նեղ դրության մեջ դնելու, ստիպելու, որպեսզի նրանք մեկուսանան աշխարհից, չունենան անցալումը ինչ որ ունեն, խոցելի դառնան եւ սկսեն հաշվի նստել մեր շահերի հետ եւ դրանից հետո մեր պահանջով բաց թողեն մեր գերիներին, մեր ռազմագերիներին։ Ես հենց մարդկանց անձնական կյանքին էի ուզում գալ, այսինքն հնարավոր կլինի նրանց վերադարձնել ֆիզիկապես։ Թե մենք պարզապես մեր այդ ճնշումը համազգային կարող է ուղղակի պետությանը դարձնել ռեժիմի հետ իզգոյ, բայց դրանից մեր մարդկանց անձնական կյանքերը փրկել չհաջողվի։ Ամեն ինչ պետք է անել, որպեսզի այդ մարդկանց կարողանանք ողջ առողջ եւ կենթանի հետ բերել, քանի ադրբեջանցիները չեն սպանել նրանց։ Իսկ նրանք այդ ամենը անում են, որովհետեւ Միլի մեջլիսում մենք ընդհանրապես երեք ես տեսա այդ հատարությունները, նրանց կառավարող պատգամավորներից մեկը ասում էր, որ Ռուբեն Վարդանյանին պետք է սովամահ լինի, սպանենք եւ նրան բանանենք, թաղենք մեր հենց այդ բերթի հետևում, բան ինչ-որ sense բաներ խոսում էր եւ sense ատելությամբ ամբողջ լսված հայերի նկատմամբ եւ այլն բան էլի։ Այդ մարդիկ հստակ իրենք կողմնորոշված են, հստակ իրենց անելիքը գիտեն եւ մենք էլ պետք է նույն կերպ հստակեցնենք մեր անելիքները եւ անենք։ Եվ ես ձեզ ասեմ, եկեք ռեալիզմից էլի մի քիչ ավելի շատ խոսենք, քան թե այդ բան այդ հայտարարություններից, այդ Արայիկ Արարատ Միրզոյանի հետ հայտարարությունները բաները դրանք առ ոչինչ են, եթե դրանից հետո չի լինելու գործողություն։ Օրինակ,
մեր ռազմագերների հենց այդ նաև ղեկավարներն նրանք գողացան, չէ՞, ադրբեջանցիները ըստ էության ռուսական ակտիվ մասնակցությամբ գողացան Արցախից եւ տարան Բաքու։ Հիմա ես ցես վստահեցնում որ հայ հանրությունը եւ Հայաստանի Հանրապետությունը ունի համապատասխան լծակներ Ռուսաստանի տարածքում էթնիկ ադրբեջանցիներ միլիարդատերներ կան, շատ կան։ Նրանցից 5 հոգու կարելի է հանգիստ գողանալ բերստեղ եւ փոխանակել նրանք։ Օրինակ տարբերակներից մեկն է Ռուբեն Վարդանյանի տղաները, երեխաները, նրանք միլիարդատեր են։ Եթե ուզում են իսկապես իրենց հայրը ողջարոշ հետ գա կամ որևէ կերպ հետ գա, այդ միլիարդները պետք է ներդնեն Հայաստանում ռազմարտունաբերության զարգացման գործում եւ այդ ժամանակ երբ որ Հայաստանը զարգացած հզոր ռազմարտունաբերություն ունի եւ նրա բանակը կարողանա լուծել խնդիրներ, որը Ադրբեջանի համար դժվարություն է առաջացնի, այդ ժամանակ մենք կարող ենք Ռուբեն Վարդանյանի եւ մնացած ռազմագերիներին հետ բերել։ Հա, այսպես է լինելու, ոչ թե ուղղակի աղա բաներով, տենց հայտարարություններով, մամավառություններով կամ ցույցերով։ Հստակ գործողություն չեղավ, այդ մարդիկ հետ չեն գալու մնալու են մահանալ։ Ռազմագերիների վերադարձի տարբերակ դիտարկել Ռուսաստանի անձամբ Պուտինի հետ աշխատելու հնարավորություն, այսինքն կարծիքներ, տարբեր գնահատականներ են հնչում, որ այս մարդիկ ովքեր հայտնվել են Բաքվի բանդում, նրանք շատ սերտ հարաբերություններ ունեին Ռուսաստանի էլիտայի հետ, նրանք վստահեցին Ռուսաստանին չափից դուրս եւ այսօր եթե Հայաստանի իշխանությունները համապատասխան աշխատանք տանեն Պուտինի հետ, հնարավոր է որ նրանց վերադարձնեն։ Այս տարբերակը որքանով է հավանական եւ պայմանը, որը կարող է լինել, արդյոք նոյեմբերի 9-րդ կետի բավարարման դեպքում կարող է պայման լինել գերիների վերադարձը եւ իսկապես դա տեղի ունենա։ Բնականաբար Պուտինը անձնական պատասխանատվություն ունի այս ամենում, նրա անմիջական մասնակցությամբ եւ որոշումների արդյունքում են այդ մարդիկ հայտնվել նաեւ Բաքվի բանտում, չենք մոռանում, որ այդ նոյեմբերի 9-ի թղթի կտորը հենց ինքը գլուխ էր գովում, չէ՞, ասում էր ես եմ գրել բան, չէ՞, ինքը անձնական պատասխանատվություն է կրում եւ այդ մարդու վրա ճնշում գործադրելով շատ հանգիստ կարող ենք այդ բանակցությունը տա ինքը ընդհանրապես հիմա որ տեսնում եք այս Ուկրաինայի հարցում Պուտինի Տրամփ-Պուտին այս հարաբերությունը եմ, չէ՞, առևտրականի հոգեբանությամբ առևտրականի գործամ, չէ՞, մի քիչ փող eskum այդ փող հայերն է փող ունեն փող կարելի է տալ այդ որոշումը ստանալ շատ հանգիստ կարելի է Պուտինի վրա ազդեցություն գործել եւ համապատասխան պրոհայկական դիրքորոշում ստանալ նրանից Ֆինանսների հարց է կասում։ Ոչ միայն ֆինանսների հարց է, բնականաբար քաղաքականության մասին է խոսքը գլխավորապես, բայց եթե բանը հասնի նրան, որ փողի բան, իսկ ինչպես տեսնում ենք նա փող սիրող մարդ է, իսկ փողը նաև մեծ փողեր է հատկապես, դա նաև քաղաքականություն է, դրա մեկը մյուսի հետ դες պետք չի առանձնացնել։ Այսինքն ուզում եմ ասել, սա լուծումներ ունի, պետք է նստել ընդհանրապես հենց այսպես ուղիղ նայել աչքերի մեջ եւ քննարկել այդ հարցը։ Ինչա քեզ պետք, այդ մարդ մեզ պետք է որ այդ մարդուն հետ գա, իսկ որպեսզի նա հաշվի նստի մեր շահերի հետ, պիտի ինչ-որ մի բան ցավացնենք, օրինակ ստեղ պահանջի նոյեմբերի 9-րդ կետի իրական հնարավոր է պահանջի, դա մեզ ձեռք է տալիս թե ոչ։ Շատ հնարավոր է ինքը բնականաբար պահանջում է, չէ՞, եթե դա մեզ ձեռք չի տալիս, իսկ մեզ ըստ էության ձեռք չի տալիս այն պայմանները, ոնց որ ուզում են թուրքերը եւ ադրբեջանցիները, մենք պետք է դրան այդ պայմանը հանում ենք։ Բանակցություններ են էլի։ Ասում ենք, չէ, օրինակ ռազմաբազան կհանենք, եթե չէ, բան sense ինչ-որ sense բաներ կան, որոնք կարող են գնել քննարկել եւ ստանալ մեզ անհրաժեշտ դիրքորոշումը Պուտինի։ Պարոն Սահակյան, եւս մեկ թեմա է շատ ակտիվ քննարկվում Վարդան Ղուկասյան ամեն դեպքում հանրային կարծիք ձևավորող, հանրային կարծիքի վրա ազդող մարդեր, այս դեպքի հետ կապված ինչ կարող եք ասել, ինչ է կատարվում։ Բերեք անազգանով չասենք, որտեղ ինքը հայտնի է դոգ, ինքը շատ բացասական եւ քայքայիչ գործունեություն է ծավալում էր հանրային քաղաքական տիրույթում Հայաստանի հանրության եւ Հայաստան պետության դեմ այդ ինֆորմացիոն տերորի կարևորագույն մասնիկներից մեկն էր ինքը բարոյազրկում եւ բարոյալիքում էր մեր հանրությունը նա բարոյազրկում եւ բարոյալիքում էր մեր քաղաքական միջավայրը եւ ես շատ ուրախ եմ որ նրան այնտեղ ձերբակալել են ճիշտ ասած լուրեր կային որ նրան ծեծե ջարդել եւ ինչ-որ տենց վատ բաներ էր կատարվել նրանց հետ նրա հետ ես հուսով եմ որ նա որպես քաղաքական գործոն, որպես ազդեցության գործակալ կվերանա մեր իրականության մեջից եւ մենք հանգիստ խղճով կսկսենք զբաղվել մեր խնդիրներով։ Ինչու եմ ասում հանգիստ խղճով, որովհետեւ ես ինքս երբ որ ակտիվ քաղաքական գործունեություն եմ ծավալում, նաեւ խոսում եմ մարդկանց հետ ներգրավելու ավելի առողջ, չէ, նոր մարդկանց բան եւ ոչ մի բարոյական մարդ չէր ուզում զբաղվել քաղաքականությամբ, հատկապես կին քաղաքական գործիչների մասին է խոսքը, որովհետեւ ասում են կա դոգի նման մի կենթանի, ով կարող է մեր մասին հենց այնպես առանց ճանաչորած բանի հենց
ինչ որ բաներ խոսել եւ ես բան այդպես շատ վատ վիճակում հայտնվեն իրենց ընտանիքում, իրենց շրջապատում, իրենց միջավայրում եւ այլն բան, առաջ շանաչելու առած բանի անպատասխանատու ստոր վարքերն է դրսևորում եւ ես ուրախ եմ որ այդ ստոր գործիքը բոլորի կողմից նա բան էր անում, այտենց ով փող էր տալիս, այդ մասին խոսում էին։ Մենք շատ լավ գիտենք, այտենց մի քանի դեպքեր եղել են, ինքը անսկզբունք մարդ է, դժբախտ մարդ է եւ իր այդ դժբախտությունը օգտագործում են որոշ ինչ-որ ծառայություններ նրանց ստանալու համար։ Նրա գործունեությունը գլխավորապես Հայաստանի դեմ էր, թե Հայաստանի իշխանությունների ձեր կարծիքով։ Եվ իշխանություններն էր ձեռ տալիս իր օպոնենտների դեմ հանելով նրան եւ Հայաստանի դեմ էր նա բանալվում, չէ՞, երբ որ Հայաստանը տեսեք մեր քաղաքական միջավայրը այսպես կեղտոտվում էր եւ ըստ էության թուլանում էինք մենք, ում էր դեր ձեռնը դա ըստ էության Հայաստանն էր, չէ՞, թուլանում։ Բարձր արտաքին գործակալներին, արտաքին դերակատարներն էր նաեւ ձեռ տալիս։ Այսինքն այդ մարդը իր քաղաքային գործունեությամբ երբ որ թուլացնում է մեր հանրությանը, մեր պետությանը, դա ձեռնտու էր միմիայն մեր թշնամիներին։ Հետևաբար նրա լիկվիդացումը ում կողմից կարող է։ Չգիտեմ ով է լիկվիդացրել, բայց դրա արդյունքում մենք բոլորս, բոլոր բարոյական մարդիկ, Հայաստանի Հանրապետության բոլոր բարոյական մարդիկ շահելու են միմիային։ Պարոն Սահակյան, Բաքուն տևական դադարից հետո պատասխանել է խաղաղության պայմանագրի Երևանի առաջարկներին, բայց երկուկետ շարունակում է չհամաձայնեցված մնալ, ասում են, քանի դեռ կա այս առաջարկներով փոխանակվելու տարբերակը, էսկալացիայի վտանգը նվազ է մնում։ Հիմա դուք կիսում եք այս կարծիքը, Բաքուն ինչու է փոխանակվում առաջարկներով, եթե դրանցում բովանդակային առումով առաջընթաց չկա։ Ժամանակաշահում ընդհանրապես այդ մասին Ալիևը անթակույց ասում է, մենք ժամանակ պետք է շահենք, որպեսզի ստեղծվի ավելի հարմար իրավիճակ, որպեսզի մտնենք եւ մեր վերջնական հարցերը լուծենք հայերի եւ Հայաստանի հետ։ Իսկ դա արդեն նրանք ձևակերպել են Արևմտյան Հայաստան, ներողություն, Արևմտյան Ադրբեջան այդ եզրույթով, այդ կեղծ բաներով էլ այդ եզրույթը որ ստեղծել են եւ ասում են Երևանը մեր նացիոն, ինքը մերն է, բան այդ լրիվ ամբողջը մերն է, դուք եկել եք մեր տարածքում ապրում եք, դուք մեզ սպանել եք, ցեղասպանել եք, sense հիմար բաներ են խոսում։ Այսինքն այն ամենը ինչ իրենք խաթարել են մեր նկատմամբ, վերագրում են մեզ։ Նույն կերպ ոնց որ հիմա իրենք Արցախում էթնիկ զտում արեցին, չէ՞։ Սումգայիթում երեք իմիջիալոց Սումգայիթի 37-ամյակներ է, այդ մասին է չպետք է դրանք այդ առաջին ցիծեռնակներն էին այդ ֆաշիստական վերաբերմունքի հայերի, որովհետև այնտեղ կոնկրետ էթնիկ հայերի նկատմամբ էր դա, այնպես չի որ տենց ղազախներին էլ էին ծեծում սպանում էլի այնտեղ, իսկ բանը Ադրբեջանը բազմազգ պետություն էր այդ կոմունիստների ժամանակ, եւ այնտեղ ընտրեցին կոնկրետ էթնիկ հայերին եւ նրանց ջարդեցին, սպանեցին կոպիտ ասած եւ բան այցին էլի, այն որ ծեծեցին, լարեցին Հայաստան եւ այդ ֆաշիստական այդ գործունեությունը նրանք վերագրում են մեզ։ Այն ամեն ինչ որ մեղադրում է մեզ, այդ բոլոր այդ գործիքակազմով Հայաստանի Հանրապետությունը եւ հայ հանրությունը կարող է մեղադրել Ադրբեջանին, դրանք որովհետեւ իրական մեղադրանքներ են, կան հստակ փաստեր եւ փաստարկներ, կան դատարանում ապացուցելու ոչ մի տես խնդիր չենք ունենա եւ դրանք գործոններ են եւ գործիքներ են, որոնք մենք կարող ենք օգտագործել Ադրբեջանին վատ վիճակում բերելու եւ նրա նկատմամբ ճնշումներ գործադրելու համար, բայց այդ ամենը չէր արվում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծաներիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Հիմա Ադրբեջանը սպասում է նույնը կարելի է նաև Հայաստանի մասին ասել։ Ինչ առումով է սպասում։ Աշխարհակաղակական զարգացումներին է սպասում, այսինքն ժամանակ է շահում, Ադրբեջանը կոնկրետ գործողությունների չի գնում։ Մենք Ադրբեջանը ինչ դիրքավորմամբ ենք հանդես գալիս այս իրավիճակում։ Մենք ինչով ենք զբաղված, լավ այսպես ձևակերպենք։ Մենք զբաղված ենք սպասարկելով, մենք չասենք մենք, Նիկոլ Փաշինյանը
զբաղված է ադրբեջանական շահեր սպասարկելով, որովհետև մենք չենք ուժեղանում հիմա որպես պետություն, մեր բանակը այն ծավալի, որ անհրաժեշտ է, չի զարգանում, չի հզորանում, մեր տնտեսությունը այն ծավալի, որ անհրաժեշտ է, չի զարգանում, չի հզորանում եւ այսպես է, լիքը բացեր կան։ Մենք տեսնում ենք ներքաղաքական կյանքում ինչ քաոս է տիրում իրենց ապաշնոր կառավարման հետևանքով։ Նույն ապաշնորությունը նրանք դրսևորում են նաեւ արտաքին քաղաքական միջավայրում, որովհետև մարդ եթե ապաշնոր է, ինքը հաց ուտելուց ապաշնոր անգամ ոնց կարող ինքը գնա տես նորմալ բանակցություն վարի եւ պրոհայկական դիրքերից այնպես որ այդ հայ-ադրբեջանական այսպես կոչված բանակցությունը դրանք դա կեղծ օրակարգ է դրան ոչ մի խաղաղություն տեղի չի ունենալու մենք արդեն քանից տեսել ենք քանի տարի է մեզ արդեն ասում են չէ հեսա դեկտեմբերին լինելու է հեսա աշունը լինելու է հեսա գարունը լինելու է հեսա սենց չէ խաղաղություն չի կարող լինել մեկի հետ ով անդադար քարոզում է իր պետության մեջ որ պետք է սպանել հայերին պետք է վերացնել Հայաստանի Հանրապետությունը ոնց կարող ենք մենք այդ մարդու հետ խաղաղության հասնել միայն այն ժամանակ եթե վերացնենք այդ գործոնը կամ Ալիևի տեսքով կամ Ադրբեջան պետության տեսքով այս տեսքով որը որ հիմա կա եւ մենակ այդ ժամանակ մենք կարող ենք հանգիստ գիշերները քնել եւ իմանալ որ այդ կողմից Հայաստանի արևելքի կողմից վտանգներ չի գալու այդ ժամանակ արդեն շուր կգանք եւ կնայենք դեպի արևմուտք այնտեղ էլ մենք ունենք այտենց թշնամիներ արյունարբու ովքեր ուզում են մեր մահը Պարոն Սահակյան, դուք հետևել եք Մյունխենի անվտանգության համաժողովին եւ գրել եք, որ աշխարհի հզորները հավաքվել են հզոր բանակներով, գերժամանակակից տեխնոլոգիաներով, ահռելի ռեսուրսներով զինված կատաղած քաշքշում են իրար Ուկրաինան կիսում։ Դրանից հետո մենք տեսնում ենք Ֆրանսիայի նախագահի, Մեծ Բրիտանիայի վարչապետի այցը Վաշինգտոն, Թրամփի հետ հանդիպում, հայտարարություններ, այսօր սպասում է նաեւ Զելենսկու այցը Վաշինգտոն, Թրամփի հետ հանդիպում։ Հիմա ուր են տանում զարգացումները, միտումներն ինչպիսին են։ Ֆանտաստիկ զարգացումներ են տեղի ունենում։ Շատ արագ են տեղի ունենում այդ զարգացումները։ Սրանից 1-2 տարի առաջ թե փորձագետներ կային, հա, ես լսում եի իրենց ովքեր ասում էին որ կարող է լինել իրավիճակ որ Ռուսաստանը, Չինաստանը եւ Ամերիկան լինեն դաշնակից։ Ես համարում եմ որ դա աբսուրդի ժանրից է, չի կարող այդպիսի բան լինել, բայց Տրամփը հիմա վարում է այնպիսի քաղաքականություն, բիզնեսմեն լինելով հանդերձ որովե արժեքային, հա, այդ բաներից, այսինքն այդ որ ասում են արեմիցյան քաղաքակրթություն, արեմիցյան արժեքներ, բան այդ ամենից դուրս ինքը միայն հասկանում է փող եւ քեշ, այդ քեշով այդ շահ չէ, որ հիմա Ուկրաինայի հետ կապված ասում է, բան մեր քյարը որն է կոպիտ ասած, էլի շատ վատ բառ եմ օգտագործում, բայց այդ է իրականությունը այդ է։ Տրամփը այդ քաղաքականությունն է վարում։ Մակրոնի հետ այդ բաների ժամանակ մենք տեսակ այդ հանդիպման ժամանակ որ Մակրոնը խոսում էր բանից, որ Եվրոպայի անվտանգություն, բան Ուկրաինայի ժողովուրդներ պայքար, բան այո, այնտեղ ասում եմ Տրամփը ասում էր մենք այսքան միլիարդ ենք տվել, այնքան ասեց այդ միլիարդներից խոսեց, որ ոտին տնտմբացից ասեց այդ փողը մենք ենք տվել, այս ինչ էս խոսում էլ այդ Եվրոպան է վճարում, հասկացանք մի քիչ էլ դուք եք տվել, բայց մենք էլ ենք տալիս եւ մենք ավելի շատ ենք տվել եւ ռեալ փող ենք տալիս, հա, այսինքն ստե մենք տեսնում ենք հակասություն եվրոպական քաղաքակրթության եւ ամերիկյան կոնկրետ այս վարչակազմի վարվող արտաքին քաղաքականության միջև Տրամփը ասում են հիմա էլի կամ փորձագետներ ովքեր ասում են որ փորձելու է Չինաստանի դեմ բանանել իր ուժերը կենտրոնացնել եւ դրա համար իրեն անհրաժեշտ է Ռուսաստանի ռեսուրսները եւ նրանք չեն ուզում որ Ռուսաստանը ամբողջությամբ կլանվի Չինաստանի կողմից իսկ հիմա այն պարագայում երբ որ Ռուսաստանի ներնեկցել արևմուտքը Ռուսաստանը գնում էր դեպի Չինաստանի տակ եւ արդեն դարձել էր Չինաստանի վասալ ըստ էության մենք տեսնում ենք նրա կարգավիճակը իջել էր նա Հյուսիսային Կորեայի այդ բանի հետ են Կիմ Չեն Ինի հետ էր արդեն այտենց հավասարի պես նստում ելնում իսկ դա այդ մարդու կարգավիճակի դա մի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի միջուկային գերտերություն անդամ պետություն Ռուսաստանի կարգավիճակի ցածրացում էր եւ ստորացում էր, հա, այսինքն այդ կարգերն է իջել։ Հիմա Տրամփը փորձում է բարձրացնել նրան, ինքն է գնում եւ իր դեմարտեմա, տետատետ հանդիպումներ են տեղի ունենալու արդեն հերոսազանգ է եղել, արտգործնախարարներն են հանդիպել եւ այլն, բան սա Ռուսաստանի դերի բարձրացում կլինի, ինչը կնշանակի, որ նա նաեւ մեր տարածաշրջան կարող է հետ վերադառնալ, դրա համար ենք տեսնում Թուրքիայի այս ագրեսիվ դրսևորումները Թուրքիան ինքը հայտարարեց որ Ուկրաինայի անվտանգությունը իրեն կարող են ապահովել Սևծովում եւ այլն բան, այսինքն արդեն իսկ երևացին այդ առաջին սուր հակասությունները ռուս-թուրքական միջև հիմա դրանք բաներ էին, ավելի շատ համաձայնություններ էին եւ դրանք ավելի շատ նահանջում են Ռուսաստանը
Ընդհանրապես կարճ ժամանակ առաջ մենք հիշում ենք, չէ՞, Սիրիայում ինչ տեղի ունեցավ, մեր տարածաշրջանում, Արցախում ինչ տեղի ունեցավ, այդ բոլոր տեղերից Ռուսաստանը նահանջում էր եւ այդ դրանք գրավվում էին թուրքերի կողմից։ Հիմա կարծես թե այլ զարգացումներ են մի քիչ տեղի ունենում։ Եվրոպան հայտարարությունների մակարդակով, Մակրոնի դեմքով, հա, շատ լուրջ եւ ծանրակշիռ հայտարարություններ արած, ասեց Ուկրաինայի անվտանգությունը Պատրաստ են։ Այո, մենք պատրաստ ենք ապահովել, որովհետև դա Եվրոպայի անվտանգության հարցն է, իսկ դրա պատասխանատուն ես եմ, այսինքն նա անձնական պատասխանատվություն վերցրեց։ Դրանից կարճ ժամանակ հետո Գերմանիան դիմեց Ֆրանսիային, ասեց ձեր միջուկային անվտանգության պաշտպանության կարիք ունենք մենք, այսինքն նրանք արդեն պատրաստում են այն զարգացումները, որ Ամերիկան միգուցե իր այդ միջուկային անվտանգության այդ բարձիկները հա դուրս անի Եվրոպայից եւ պիտի այդ բաց լրացվի եւ Ֆրանսիան իր պատրաստակամությունը հայտնեց եւ ունի նաեւ այդ ռեսուրսները, այո, բնականաբար Ֆրանսիայի դերակատարումն է շատ հզորանում, դա մեզ համար միայն նոր հնարավորություններ առաջացնելու, հզոր Ֆրանսիան, հզոր Հայաստանի, հզոր դաշնակիցը կարող է լինել։ Նրանք քանիցս այդ մասին անթակույց հայտարարում են, հա, անգամ այդ մասին Ադրբեջանը եւ Ռուսաստանը հիշում եք ոնց էին այն Մարիա Զախարովի եւ բանի տեսքով, այդ վայրահաչոցները որ անում էին, հենց Ֆրանսիան խոսում էր, իրենք ասում էին դուք բան պրոհայկական միակողմանի եւ այլն։ Այսինքն սա մեզ համար լայն հնարավորություններ, նոր հնարավորություններ է բացելու, որից պետք է կարողանալ օգտվել։ Հիմա Չինաստանի դեմն առնելու նպատակով այդ մասին իրենք հայտարարեցին էլ ԱՄՆ պետքարտուղարը վերջերս հայտարարեց, որ ռուս-չինական մերձեցումը կամ հարաբերությունների ամրապնդումը ԱՄՆ-ին ձեռնտու չէ։ Այս հարցում, որպեսզի իրենք Ռուսաստանին իրենց կողմը գրավեն, հնարավոր է հատեն այնպիսի գծեր, որոնք անթույլատրելի լինեն Ուկրաինայի հարցում, Եվրոպայի հարցում, մեր տարածաշրջանում։ Այո։ Մենք տեսանք Արցախի հարցում, չէ՞, Ամերիկան ճիշտ է այլ վարչակազմեր Բայդենն էր այն ժամանակ, բայց իրենք ասում են, որ Արցախի հայաթափումը եւ էթնիկ զտումը մեր համար կարմիր գիծ է, այսօր Արցախում հայ չկա, էթնիկ զտումը տեղի ունեցել եւ այդ կարմիր գծի հետևանքները այտենց լավ չեղած հայտարարություններ մակարդակում մնաց։ Բայց ի տարբերություն մեզ Ուկրաինայի արձագանքը բոլորովին ուրիշ է, Զելենսկու արձագանքը ուրիշ է, նա չի պատրաստվում ընդունել պայմանները, այո։ Եվ կրվող մարդու կողքը միշտ հայտնվում են դաշնակիցներ, օրինակ Ֆրանսիայի տեսքով, հենց նույն սկանդինավյան երկրները Լեհաստան, նայեք Ռումինիան, նայեք Եվրոպայում լուրջ զարգացումներ են տեղ ունենում եւ այս տեսանկյունից եթե մենք նայում ենք Եվրոպան կարող է դառնալ աշխարհքաղաքական լուրջ կարող է դառնալ պոտենցիալ ունի լուրջ տերություն բայց դրա համար պետք է որ ուկրաինները եւս մի քանի տարի կռվեն դա գինն է լինելու եւ Եվրոպան ըստ էության կարծում նրանք կանեն այդ քայլը ուկրաինները չեն ուզում հանձնվել Եվրոպան ունի բանակ Ուկրաինան ունի բանակ մոտիվացված բանակ որը կռվում է եւ ունի ընդհանրապես տեխնիկա եւ ունի փող Եվրոպան ունի լիքը փող շատ փող եւ ունի հզոր ռազմարդյունաբերություն, որ ընդհանրապես պետք է խոտ տալ, հիմա նրանք փորձել են այդ հարցերը լուծել, բայց որպեսզի նույն ծավալը ոնց որ Ռուսաստանը արդեն տարիներ առաջ ինքը սկսել իր տնտեսությունը, ամբողջ տնտեսությունը արդեն սպասարկում է ռուսական ռազմարդյունաբերությունը, այդ նույն թափով եթե սկսի Եվրոպան սպասարկել իր ռազմարդյունաբերությունը, Ռուսաստանը շանսեր չունի հաղթելու Մնում է այդ որոշումը կայացվի, իսկ այնտեղ բյուրոկրատական ծանր մեխանիզմ է գործում Եվրոպայում, եւ հիմա նրանք այդ հարցը պետք է կարողանան լուծել, որտեղ այնտեղ կա ներդրված ագենտ Հունգարիայի տեսքով, Օրբանի տեսքով, որ միշտ վետո է դնում խանգարում է եւ այլն բան, այդ մի քանի խանգարող հանգամանքները եթե կարողանան եվրոպացիները լուծել Եվրոպան կդառնա հզոր գործոն, իսկ հզոր Եվրոպան դա մեզ համար նորից եմ ասում էլի շատ լավ լայն հնարավորություն է։ Մենք դրա միջոցով կարող ենք չեզոքացնել եւ ռուս-ամերիկյան այս հզորացումը եւ թուրքական այս բանը էլի ազդեցությունը մեր տարածաշրջանում եւ ոչ միայն մեր տարածաշրջանում։ Լավ հակակշիռներ կարող են լինել դրանք։ Եվ Եվրոպայի հզորացումը հնարավոր է անկախ նրանից ԱՄՆ-ից որոշակի աջակցություն կստանան, թե չեն ստանա։ Այսինքն ԱՄՆ-ն այստեղ լրիվ անջատվելու է առանձին դերակատար, որովհետև զորքերի նույն տեղակայման հնարավորության դեպքում ասում են մենք ակնկալում ենք ռազմական աջակցություն ԱՄՆ-ից։ Տեսեք, քանի որ դերևս հայտարարությունների մակարդակում են տեղ ունեցել այս ամեն ինչը գործողություն որպես այդպեսին տեղի չի ունեցել այսինքն ամերիկյան զորքերը Գերմանիայից դերևս դուրս չեն եկել Եվրոպայից դուրս չեն եկել բան չէ բայց Տրամպը արդեն հայտարարել է եւ եվրոպացիները պատրաստում են դրան եթե հանի ինչ են անելու իրենք
Իսկ սա նշանակում է նոր դիրքավորում եւ մենք հիմա այս տրանսֆորմացիայի փուլն ենք ապրում։ Պետք չէ դեռևս sense միանշանակ հայտարարություններ անել, որովհետեւ գործողությունները ամենակարևորը քաղաքականության մեջ գործողություն են։ Հայտարարությունը դա տրամադրություններ շոշափելու հնարավորություններն է ստեղծում, որտեսի տեսնեն ինչ կարող է լինել, ինչ հետևանքներ կարող են լինել, եւ ըստ այդմ իրենց գործողությունները կարող են այս կամ այն կերպով որոշակի վերափոխություններ ապրել։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ Եվրոպան աներկբայորեն, այտենց պատրաստակամություն է հայտնում, որ նա գնալու է մինչև վերջ կռվելու, իսկ եթե այդպիսի հզոր գործոն դարձավ ինքը, բնականաբար Ամերիկանը միգուցե չի ուզենա նման դաշնա, նման հակառակորդ չի ուզենա, կուզենա որ նման հզոր Եվրոպայից ինքն էլ դաշնակցի։ Իսկ այդ ժամանակ արդեն լրիվ կվերափոխվի Ռուսաստանը այդ իր վայրի վիճակներով երկրորդական դերակատարում կունենա եւ Ամերիկան բնականաբար ես այդպես եմ կարծում կնախընտրի Եվրոպայի հետ դաշնակցած պատերազմել Չինաստանի դեմ, քան թե միայն Ռուսաստանի դեմ եւ ունենա, ասենք, Եվրոպայի նման հակառակորդ կամ թշնամի, չգիտեմ։ Ամփոփելով Շոյգուն Պեկին է ժամանել։ Հիմա երբ որ ԱՄՆ-ն փորձում է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավել կամ լեզու գտնել, Ռուսաստանի տեսանկյունից ո՞րն է իրեն ավելի ձեռնտու, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորում, թե Չինաստանի հետ խորացում։ Բնականաբար Ամերիկայի հետ հարաբերությունների կարգավորում դա երազանքներ ռուսների, երբ ամերիկացիները ռուսների հետ դաշնակցել են, օրինակ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանը դարձել է հզոր գերտերություն։ Երբ նրանք հակառակորդ են եղել, Ռուսաստանը պարտվել է 91 թվականին, ձեզ օրինակ։ Հիմա նույնպես Ամերիկան սանկցիաների տակ է դրել, մի հատ Ուկրաինայի հարց չէր կարողանում լուծել, այն պարագայում, երբ որ ՆԱՏՕ-ի բյուջեի 2%-ն էին ընդամենը, հələ 2%-ն չէ, չնչին մասն են տալիս, մի քանի 100 միլիարդի մասին է խոսքը ընդամենը, իսկ իրենց ռազմական բյուջեն դրանք տրիլիոններ են։ Այսինքն մի քանի 100 միլիարդ տալով Ուկրաինային կարողանում են ամբողջ ռուսական այդ այսպես կոչված այդ աշխարհի երկրորդ բանակի դեմ առնել։ Բա պարզը ուզում այտենց հզոր պետության հետ կուզենա Ռուսաստանը դաշնակցել, իսկ Չինաստանը այդ այն պետությունով հայտ է ներկայացրել եւ ուզում է բանանի ԱՄՆ-ի դեմ այդ միաբևեռ աշխարհակարգի դեմ են դուրս եկել, չէ՞։ Հիմա մեծ հաշվով, բայց եթե այս տեսանկյունից ենք նայում, այդ բիպոլյար աշխարհը արդեն իսկ կայացավ։ Թուրքիան հզոր գործոն է, Հնդկաստանը դառնում է գործոն, Չինաստանը գործոն է, Ռուսաստանը լավ վատ մեծ փոքր, բայց նա արդեն գործոն է, Եվրոպան դառնում է գործոն։ Այսինքն բիպոլյար աշխարհը արդեն իրականություն դարձավ, այդ նշանակում է մարդիկ դժգոհ էին Ամերիկայի վարած արտաքին քաղաքականությունից, եւ դրա հետ պետք է նաեւ հաշվի նստի Ամերիկան, եւ ի վերջո նրանք կարող են բերել այն իրավիճակի, որ նոր ստեղծվող աշխարհակարգը ավելի հումանիստական կլինի, մնացած բոլոր ակտորների, ուժեղ ակտորների շահերը ավելի շատ հաշվի կնստեն նրանց հետ, քան թե մինչև այժմ էր։